Ես ունեմ փոքրիկ եղբայր։ Նրա ծնունդն է այսօր։ Ծնունդը շնորհավոր տամբարը։ Ապրիլի 4-ը եկել ենք որ շնորհավորենք։ Ինչքան էլ ար։ 7։ Պետք է Վարդանի համարով զանգեմ որ պատասխանես։ Ուտյու։ Ջոգիր։ Չորրորդ գյուղ են գնում ընկերներ։ Ձեր տունը փոքր կա։ Մենք հիմա Բանգլադեշում ենք, այս անակնկալը տարբերվող է։ Մի բան արեք, որ գանք Վարդանին հարց ընտրենք մենք։ Գալե ծափեր տվեք իմ հարգելի հետևորդներ, ծուխը դուրս չի գալիս։ Լայք եք բաժանորդագրվեք, Վարդանն էլ շատ սիրում չոր։ Դու այդքան ճանապարհ որ ես։ Վեց, այդ մի ձերով է, այդ գրկախառնություն։ Ողովին նկարին։ Ծաղկել է Վայոց ձորը, կանաչել են օդը, ուղղակի շշմեցնող է։ Արա, մամայանն է, մամայան, տեսեք ընկերներ, բարև ձեզ ընկերուիներ, ոնց եք, այդ բարև հանդիպեք, ես հիմա բան եմ ասում, երկեսները ցույց տու։ Դավթաշեն, պրիվետ, մենք Դավթաշենում ենք և ինչու ենք ասել այստեղ, ասեմ, եկել ենք եղբորս ծննդյան օրը շնորհավորենք, ես ունեմ փոքրիկ եղբայր, նրա ծնունդն է այսօր, ապրիլի 4-ը եկել ենք որ շնորհավորենք, իսկ աղբերս այս դամաֆոնը կարաս ծնգսնես բացվի։ Մեկ է, ահա, մենք զանգեցինք, որ դուրը բացեն, հիմա դուրը բացեն, դամաֆոն է, պատկերացնում եք, ցույց տու դամաֆոնը։ Աղբեր, ասես բաց են։ Բայց 20 բերի ասա։ Հա։ Ընկերներ, բաց է դուրը, բացեցինք, կարծես շպիոնական ֆիլմում լինենք, կանչում ենք լիֆտը, որը նոր է, նկատենք, որ լիֆտը նոր է։ Այստեղ մենք գեղեցիկ ենք, լուսավոր 5-րդ հարկ ենք բարձրանում և իհարկե ունենք գեղեցիկ անակնկալ։ Այսին տում են զանգում։ Լիֆտն է Նոկիա երաշխցնով։ Հաճելի երաշխցնով։ Ընկերներ, եղբայրս Վանուշը դարձավ քանի տարեկան։ 27 տարեկան։ 27 տարիների ընթացքում նա հասցրեց դառնալ ատամնաբույժ եւ ես երաշխության տակ ասեմ նա շատ լավ երիտասարդ է ես էլ մեր գարիկի ապրես Ջորջան ապրես շատ լավ լիֆտ է բարև մի գնա նա զանգում այսօր սաղուր զանգել եմ չի պատասխանել սրիկան հիմա զանգում եմ ասեմ որ զանգում եմ ինչի չես պատասխանում Աղբերս զայրդ կսպրսնում։ Գրիշն ցածի զանգի աղբեր թեթատում։ Ռով իշկա, սկանը բարև ենք իրար։ Թաթիկով արանդ է, թաթիկով արան աղբերս։ Կան չէ թասել է տուն, չէ թո չէ թա, դու մատ կոնև զանգի բանուշին զայրդ կչունեմ։ Սնե ոնց եմ պիս, գեշ ձևի մունատ եմ գալի վերան։ Ալո։ Այ աղբեր, ես սաղորը զանգես եմ չի չես պատասխանել դեր, պետք է Վարդանի համարով զանգեմ, որ պատասխանես։ Աղբերս ինձ դու չես զանգել։ Ապա 100 անգամ եմ զանգել, չես պատասխանել, անհասանելի ես էլ է։ Ծննդդ շնորհավոր, կարևոր է։ Ինչի կատարվել։ Իվատ է։ Վարդը դա, այ աղբեր ես իմ ուրեմ բրատ, լսի, ծննդդ շնորհավոր ըլնի աղբերս, լավ ըլնես, առողջ ըլնես։ Ես հպարտ եմ քեզանով, հաշվե եսօր էլ ավտոտ նվեր ես առը քեզի, ոչ իշ գիտյաս, հետ հարցերը կլուծեի։ Ապրի աղբերս, բերսան շնորհակալ։ Բը ուր ես աղբերս։ Դա անչի ծնդդ չես անել։ Անչի ծնդդ չես անել։ Ապետ շերա ավիդ եմ, գիտած։ Բը մետ չես զանգե։ 11-ին տենջրամ է, դա խմր չեմ ասել, աղբերս որ դու էլ միանս, թե չէ։ Կասում է, այսօր վրա որ կազմը կերպրմ է։ Դա ինա դու ես արել, դե լավ ոչ ինչ, տակի տակ այսօր չեմ էր կարայք ամեր, դու պտի կասեր։ Ջանը տեսար աղբերս կողծանունն են գիտեմ ես։ Դե, կապի մեջ, աղբերս, պրսնես, այսինքն էլ զանգելի մաստը չկան գել, լավ։ Ու ես տեանը։ Չէ, գնացրեի ջերմուկի սամթը։ Ջերմուկի սամթը։ Հա։ Դե կապով աղբերս, լավ։ Կապով աղբերս։
Լսի։ Բան կան, որտե են նստած, որ մտնենք շուտ կտենան ինձ։ Պետք է ողախոսում։ Այ սուս շախուտ մի ար, դու սա մեծ ծրագրերը մի խառնի իրար։ Որտե է մաման։ Ինքը չի տենա, չէ։ Ստեան նայ մեզ կոմանդ։ Արա ֆիա ճարում ես դու։ Այո, ո՞նց իմանանք որտե անես։ Արի պալի տարած մեզ։ Հա։ Հալալախբերով ունի հարուստան, ով էլ չունի աստված թող նրան էլ տա, դժվար պահին ախբեր Ծնունդը շնորհավոր տամբար, արա, չի պալի տարիր մեր պլանները, հոչը վախեցակ շատ։ Ծնունդը շնորհավոր, հարգելիս։ Ինչ ջոգ գիրարա, չես ջոգ էլ անակնկալի արի ասու։ Ես չէի սպասում գջողը տալի։ Ծնունդը շնորհավոր լնի, ներող կլես, 1000 անգամ։ Ես դեք թվին է վախեցի Ղարաբաղում։ Ես վախացր իմ էլի, չէ, վсё։ Ես քնով է հավաքել։ Էդի դու ախպերես, քո ծնունդի օրով, ծնունդը շնորհավոր լնի։ Ախր քեզ բոլորն են շատ սիրել, շատ հաճախ երես տվել, առիթը Փոքր ախպերն ազնիս բոյովա։ Չեմ, երազանք պայմ այդ Երազանք պայպ չի, ոսկեզոս տորթ եմ բերե թող 20, ինչքան էլ ար։ 27, այսինքն դե 28 դառնալուց լրիվ ինչ ուզում ես կատարվի, որ հաջորդը արդեն երազանքներ պայես։ բոլորին ժպիտ պարգևել, ջոգիր։ Ծապ տվեք։ Ծափեր ենք տալիս, ծափեր դու։ Չես զում շնորհավոր ես մեր հոպարին։ Հələ գնա գերքի։ Ապա եսի չլի, չես ես բան անեմ։ Դե ես վերս, քաղցրությունը քո ընտանիքի կողմից մեծ աղբորդ գլխավորությամբ։ Ինչ այլ է, բան ուրա։ Հավաքած է, ինչ ես կվարտիրա վիճակա։ Հարգանքներս։ Հայ շտա չեմ ճաշնում։ Էլ քեզ նկարում, չէ՞։ Խոսամ, ասեմ։ Չէ, ոչ չի նկարում, ասա, էմոցիաներով հետ կիսվի։ Հələ ասա, մտ նկարի Վարդան, նկարի։ Էմոցիա, ասա։ Մանուշակ, ասա, էմոցիաներիդ մասին խոսա, ի՞նչ է։ Ինչ է տնական, ես էլ եմ տնական։ Հե։ Մի բան ասա։ Ինչ ասեմ, Վանուշը իմ մեծ տղան է։ Ջոգին է։ Վանուշը մեր տան անդամն է, այնպես որ մենք հալախբերով ունի հարուստան, ով էլ չունի աստված թող նրան Պրոստը ձեր տան անդամը ոնց էր շուտ ջոգեց, որ ես տեմ։ Հա։ Օ, քո միկրոֆոնը եղբայրս։ Նետեցին գետին աշխատում է նա հիմա։ Ախպեր ես։ ամբողջը մտածել եմ։ Դա ես պրոստը մի քիչ ավելի խելացի մարդ եմ, քան որ պետք է անեի, դրա համար ջոգի։ Ինչ ես ինտագովկով զբաղվում։ Արա նրբանկատ եմ ես ջոգի, դա։ Այս երիտասարդը արդեն բավականին ժամանակ է 10 տարուց ավել բժշկական է սովորում, ու բժիշկ չի, կերել է կյանքս, բայց հա Որովհետև գիտես ինչի, ստյո։ Գիտես ինչի, որտեղ ինքը ազատ մխատա։ հələ նկարի տես, արի ես իր նկարի, էլի, եսի սկիզբն է, որ գալիս ենք։ Այ վեր չարել չնկարել։ Ահա ընկերներ, նայեք այս տեսանյութը, որ տեսնեք ոնց իմ աղբերը վախեցավ։ 6 տարի փոքր աղբերս։ Վայ։ Փոքր աղբերս եմ, պուճուր։ Իշտեղ է ես խորացի ախպեր։ Ուր ես խորացել։ Բայտակ սպասում էի, որ հեսա պետք է որ զանգիր, այդ վաղտ ասի հեսա պետք է մտնի։ Հա, Հետո բայց համոզիչ էր ինչ խոսք, երբ որ զրուցեցինք մենք միասին, դու բայց համոզեցիր դու ինձ։ իմացի, որ կեղավարի ենք զրուցել։ Մարիա, գեղեցկու է, արի։ Նստեք, հեսա հաց տնեմ։ Չէ, հաց չենք ուտում։ Ոնց ես։ Լավ ես։ Ինչ ես դες վախենում։ Թե չուտիմ, քո
Մարիան պարուհի է, չէ՞, հայոց պարերն է պարում։ Սա խելացի մախուր աղջիկն է։ Ես էլ, արա ես պուճուրին вообще չեմ տեսել, ես էլ արի մոտ ես, դու խոսում ես, չի լացի, չէ՞, չես լացի, ես Վանուշն եմ հաշվի, արի։ Չէ, գնա, պայլում է, չէ՞։ Չէ, կոմոտ էլ է գալերն սկսում։ Պայլերը հավաքի սա, հավաքի մամային օգնի։ Դե որտեղ դու ես նոր սկսել անդրկել մրկերը, ես կվից որ փոքր ես։ Մրկել ես, տղայի։ Չէ, այդ տղային ինչ մրկեմ, ես ընտղային մենակ սիրաս եմ բոնչիկ եմ անել։ Նես լավնի։ Ինչ հոթեր է վերոնը։ Մի գեղեցիկ Ջոնի։ Ինչ հոթ վերոնը։ Պայլ աուտոն Հենց ոչինչ։ վտ թույ փորունի, ապե։ Պրոստը այս շորով չի երևալ, բայց այս թույ Գոյ, գոյ, ապե փորը։ Չէ, որ մայկա պանի խայն էլ, այս փորը վերջ, սա ցիկել կնոր։ Ղու։ Ալիգարխի փորունի, Նիկոս։ Գիշ։ Սերմուշկա երկեր է, ինչի հանում։ Հələ սեմուշկա։ Դելա Վարդան, այսքան է։ Կարակ չլայքեք, չբաժանորդագրվեք, ստացված էր ախտեր։ չճանաչեք, որ ես փոքր ախպեր Դու ունեմ։ պրոֆեսիոնալ ես քո։ Ну ладно. Դե այմա սիրուն հակնաչես ելույթը տեսվելու է, ելույթ ունեցել, մտ ելույթ ունեցել էլի։ բարի դրանք։ Դեսի լավ Բարիշս տնը շնորհավոր է։ Ուրեն ելույթ ունեցի, հա։ Չէ, չեմ Ձենը տա լսվում մենակ։ Ամեն շատ գեղեցիկ տեսք ունես, ինչ ես անդակապես կսպես։ Վերցրու։ Այդ խոզնս մարդս բաժան։ Չէ, չես բաժանվի։ Անա դու տաներ պետք է շենաս։ Դե լավ, շենացնում ենք։ Լավ դե։ Ինչպես ասիր, լավ։ Ես գող շնորհակալ եմ։ Հալա վերիքա ապրես բախ։ Հա, հասկացանք էլ նեստի ինձ Սպագետի Չէ, ես ռուլիկ եմ։ հապ, ճաշ, հիմա տակասում եմ ուտեք։ ասելիքը 10 է։ Չէ, դու խոսա հələ, խոսա։ Այն չես փախնում, արի դու կմեծանաս կհիշես, արի։ Արի մաղթանքներ ասա, արի։ Մաշաջան մի հատ մամային։ Վանուշին մաղթանքներ չես ասում։ Չես ասում, հələ մի բան ասա, Վանուշ ջան, առողջ ես, լավ ես։ Խոսա, կլսվի։ Մաշ մի հատ սավեր տա։ Ասա Վանուշ ջան, լավ ես, առողջ ես։ Չես ասում։ Ռոբը չա, ասա։ Ասա, ես գնում եմ, տեսա։ Սա ես իմ հոբային շատ եմ սիրում։ Գոնես սեմեջկեկը դուրս չգա, սպասեք քիչ հավաքեք, տունը նոր նկարահանումները։ Լավ սենց։ Չէ, տես բան կաղա ռոբս չասի, ես իրեն մեկներ ձեքում։ Ես ուզում եմ այսօր ի սրտե շնորհեմ իմ սիրելի Վանուշի ծննդյանորը։ Իմ գիտակցական կյանքում շուրջ 70 տարուց ավել։ Ես շատ մարդկանց հետ եմ շփվել, սկսած այս նոր սերնդից, հին սերնդի հետ, բայց Վանուշը ինձ համար մի հատուկ երևույթ է, հատուկ անձնավորություն է, որին ես ընդունել եմ հենց ծանոթանալ օրվա ինձ որպես որդի, որպես մի հատ հարազատ անձնավորություն, ոչ միայն Գարիկին, այլ հիմա մի քիչ կոպիտ ասած ինձ ավելի հարազատ է դարձել, քան թե Գարիկին։ Վանուշը այն մարդն է, որ կարող է գնահատել մեծ, փոքր մարդկային երևույթներ։ Վանուշն այն տղան է, որ բոլորին հարեհաս, հասնող։ Ինչ ասեմ, այս մեր դարաշրջանում շատ քիչ անձնավորություններ կան, որ Վանուշի նման են։ Վանուշը մի հատ իդեալական հայորդի է։ Ես ուզում եմ շնորհավորեմ իրան, առաջերտին ցանկանամ, որ իր քննությունը բարեհաջող հանձնի, ինքն ինձ խոստացել է դեռ անցյալ տարի, ասել եմ Վանուշ, եթե չհանձնես, ես ու դու դառնում ենք թշնամի, ոնց որ Հանձնի երևի այս տարի։ Չգիտեմ, ոնց որ հարազատ մարդիկ։ Մենք երկար ենք զրուցել թեմայով, ես իրան լրիվ իր ամեն ինչ հասկանում եմ։ Չգիտեմ, իմ համար ես այսօր եկել մտել եմ ասում, «Իա, Գարիկ էս Վանուշ չի գալու»։ Ասեց ոնց թե, անպայման գալու է։ Ասի, բայց եկել եմ հատուկ իրան, որ տենամ շնորհավորեմ ծննդյանօրը բան։ Ինչ ասեմ, թող այս բալիկները առողջ երջանիկ կլեն, որ ունեն նման հորեղբայր, Վանուշի նման ազնվորություն հորեղբայր, իմ աղջիկս ես փշաքաղվեցի, որ ասես Վանուշի ավակ որդին է։ Դա ինչ է նշանակում։ Էլ ոչ բացատրելու կարիք ունի, ոչ բան։ Իրոք Վանուշի այն ազնվորությունն է, այս մեր խաժամուշ երկրում, որ
ամեն ինչ չես ճոգում, ով է, ինչ է եւ այլն։ Վարուշը այն անձնավորությունն է, որ խոսքեր ասելը շատ քիչ է։ Վարուշը իր գործով, իր վերաբերմունքով, իր մարդկային ամեն ինչով ցույց է տվել, թե ինչ մեծ վեհանձն անձնավորություն է։ Ես իր կյանքին մեռնեմ, իրան ամենալավն եմ ցանկանում։ Ինչ կցանկանամ իմ բալիկներին, իմ թոռնիկներին, ես ցանկանում եմ Վանուշիս, բարով իր թագն ու պսակն էլ տեսնենք, իր բալիկին էլ տեսնենք, իրոք եսի սրտե լուրջ եմ ասում, շատ եմ ուրախանալու։ Վերջ, ցավը տան։ Ավլիս, շնորհակալ ենք եւ այս ամենը իմ փոքր աղբորվերով էր։ Լավ տղա է ոնց էր։ Ես չգիտեի նոր իմացա։ Գարկ դու ինչ կասես։ Հա, մի բան աս։ Հա? Հələ աս, նկար գարքի։ Մեր դոկտոր Իսախանյանը նկարի։ Սաղ ասված է։ Հա։ Ավլիս, շնորհակալ եմ շատ։ Բայց Ուժեղն սաղ աշխարհով կան Ես ցեսնի Ընկերներ, յուղերը շատ են հայոց աշխարհում, բայց մենք այսօր գնում ենք թվով 4-րդ յուղը, 4-րդ յուղ ենք գնում ընկերներ, մենք հիմա Բանգլադեշում ենք, հարավ-արևմտյան թաղամասում, որտեղ կա եւս մեկ երկար խողովակ, որից պետք է ծուխ դուրս գալ, բայց ծուխը դուրս չի գալիս, ծուխը դուրս չի գալիս, ես զիջում եմ, ինձանից շնորհակալ են ես էլ նրանցից, հիմա շարունակում ենք մեր ճանապարհը ուղիղ 4-րդ յուղ։ Հիմա կասեք, ինչ է եղել 4-րդ յուղում։ Ասեմ ընկերներ, 4-րդ յուղում հայրիկի ծննդյան օրը, որտեղ եւ մայրիկը կստանա ծաղիկներ եւ հայրիկը սեր ու հարգանք։ Այո, այսօր այդ օրն է։ Մնում է Վարդանը միացնի նավիգատորը, որը մեզ կտանի կհասցնի 4-րդ յուղ։ Ոնց որ առաջ անգամ եմ գալիս 4-րդ յուղ, այնպես որ 4-րդ յուղի հարգելի բնակիչներ, լայքեք, բաժանորդագրվեք, Վարդանն էլ է շատ սիրում 4-րդ յուղը, ջահել ժամանակ ոտքով շատ է քայլել 4-րդ յուղում եւ շատ ցանկալի կլիներ, որ Վարդանի հարսիկը 4-րդ յուղից լիներ։ 4-րդ յուղի ազաբաղջիկներ, ով ցանկություն ունի, մի թեթև նամյոկ արեք։ Մի բան արեք, որ գանք Վարդանին հարց ընտրենք մենք։ Այո, հա Վարդան, ճիշտ եմ ասում։ Ագոնը ճիշտ նշան բռնի, աղբեր նկարում ես։ Հա, ճիշտ է։ Հա, 4-րդ յուղ մի անգամ եկել եմ, հիշա։ Ես այստեղ անուշ աղբեր ունեմ տարիքով։ Հա, բանակին գերել ունեմ ոնց որ, բայց պետք է տենանք էլի, պետք է հանդիպենք, որ իմանամ, ունեմ թե չունեմ։ Քաղցրություն է մի ուրիշ կարգի, 4-րդ յուղն է կադրերում, 4-րդ յուղն է, չէ՞ արդեն։ Բայց տենես ցուցանակ չկա, որ գերածելի 4-րդ յուղ։ Այդ պետք է ենթադրես, որ դու 4-րդ յուղում ես։ Դե լավ, զանգենք հիմա պատվիրատուհուին, պատվիրատուհուի Տուհուի, պատվիրատուհուի Լեկան զանգ է պատվիրատուհուհուն Պատվիրատուհուի 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 Տուհուի Պատվիրատուհուի Չի պատասխանում մեզ Անժելան, բայց մենք չենք սահմանափակվում մեկ զանգով, մենք շարունակում ենք զանգը պահել, որովհետև սա այդ պահն է։ 4-րդ յուղը շատ գեղեցիկ է, համարյա թե Երևան լրիվ։ Ուղղակի հարուստ սեփական տներ են աչից ու ձախից։ Այստեղ մեր հայերը հարուստ են։ Ինչի համար մենք միայն ուրախ ենք եւ փոխը բոլորիս լինի։ Բրաբուզը տեսար։ Ես տեսամ։ Որտե դեստե սկսենք հարց փորձ անել 30 փողոց է 31 տուններ 31 տուններ մեզ պետք 9-րդ փողոցը գտել ես Վարդան ինչպիսի ուրախություն մենք արդեն առաջընթաց ունենք գործողությունների մեջ հիմա մատ վերջնական Անժելայի ձայնային լսենք հասկանանք ինչ է ուղարկենք Զանգեք հովոյին, որ ինքը բացատրի արդեն գնաս ախպերս։ Օ, մենք հովոյին պետք է զանգենք։ Դուք նկարում եք ուղարկես էլի WhatsApp-ից տեղ ես տենամ։ Այստեղ մտնում եմ։ Ձախ ենք անում ու այս արանքում էլ արագ զանգում եմ հովոյին մեր հովո աղբորը զանգեմ, ասեմ հովո ջան, մենք եկել ենք, ձեր թաղում ենք, ամեն ինչ հիանալի է։ 31, ես աստե գերած է էլ աղբեր, տաների վրա գերած է։ 7-ը Հովո ջան, բարի լույս։ Բարև, Ոնց ես բարեկամ ես։ Լավ։ Աղբեր,
Գյուղերը շատ են հայոց աշխարհում, բայց ես հիմա 4-րդ գյուղում եմ, ձեր թաղում եմ, ավելին ասեմ, 4-րդ գյուղ, 9-րդ փողոց եմ։ Ու գալիս եմ համարյա հասնեմ 31 տանը, ձեր տանը։ Հաղթանակի 9 փողոցն է։ Հա, հաղթանակներով լեցուն փողոց է ձեր փողոցը։ Ա չենք անելու վերջում։ Ախպերս, դե գալիս ենք, դու դուրս ես գալու։ Լսի, ես այն որ մատ սիրուն նախշերով տուն գալու, ինչ հետաքրքիր տուն էր, վարդան կարելի էր նկարել։ Հետաքրքիր տուն է։ Հեսա հասնում եմ, բան չմնացած, դե 25-29 տների մոտ եմ, էլի, տենց։ Մեհա ձապոկա կապույտ, ստից աչ ենք անում։ Բայլես։ Տեսար ինձ աղբեր ես եմ է, լուսերս վարել եմ։ Բարերը տեսա։ Ես է դալնի բլիժնի եմ անում, ես եմ։ Պարկած ոստիկանների պակաս չունենք 4-րդ գյուղում, 4-րդ գյուղը ասֆալտապատ է, պարկած ոստիկաններն էլ լիքը։ Տես բանը, խողովակը ներկել են եռագույնով, կողքը դրված է ուշախպյուր, հետաքրքիր կոլորիտ է 4-րդ գյուղում։ Լտսիշ բանդաժներով, օրո, աղբեր հելը նայի, շատ լավներ էտ բանդաժներից, դուր եկավ, կաղը գանք փոխենք, չեն ժոգի աղբեր սկզբի մի քանի օրը, հետո բան կանը, հետո հենց իմանան ինչ են մալում ենք ենք տարե, հովիձոն չտեսա 4-րդ գյուղում։ Աղբեր, դու են ֆուրի մոտ ես։ Չէ, ֆուրից մի քիչ վեր ես։ Այն կարմիր շորով ես։ Չէ։ Ես օպելը թողեմ, մարգատը կարմիրա վախենալու է։ Բարի օր։ Մի 2-300 մետր պետք է գաս։ Գամ։ Ես առաջին անգամ եմ այսքան խորացել 4-րդ գյուղ։ Շատ հաճելի է։ Հեսա հասնում ենք։ Բարև ձեզ։ Տներն իրար կպած են 4-րդ գյուղում, էլի։ Աղբեր, այդքան հեռվից դու ինձ տեսել էի։ Այն է, ես քեզ տեսա։ Էսի գլխավոր էս մեկն է, հա, ասես արագ բոստա հանցավ մեկը։ Կարող է ինձ վերցնել հետը տաներցած, ինձ պետք չի։ Ահա, հասնում ենք, հա, բան չմնաց։ Այս 66 կակա 666-ը ումն է։ Արևանի։ 664-ը, հա, կականերն է, կակա։ Էսին նա դու սխալ ասին բարդան, որ հարցելի ասեմ ես այդ ավտոնը կատի չմնաց։ 1000 բար։ Ոնց է սովոր, բան ալնում է, պապայան ինչ է։ Հա? Սաղաթել։ Բարեկը բացել են, որ այս մամա, Ռուզան մամային ասը թափով կա էլի։ Ուրա։ Գնաց հարևանի որ կանչի։ Ինչի է կանչում։ Մաման գիտի որ գալու ենք։ Չէ։ Լսի, Հովո, Անժելա, բան Ֆրանսիայի ախորանն է։ Արտյոմ, Հովո, Անժելա, Արտյոմ ու Միկուրիկը։ Անժելա։ Չէ, Անժելա, երկու քուր չեք։ Չէ, մի քուր երկու աղբեր։ Հա։ Բարև ձեզ, ինչպես եք։ Հարսիկն է, էլի, հա։ Շնորհակալ եմ շատ։ Պաստորեն 4-րդ գյուղում նայում եք։ Պապին հո դուրսը չի։ Սաղաթել պապիկը։ Աղբեր, Սաղաթել պապիկի ծննդյանորն է։ 4-րդ գյուղում Սաղաթել պապիկի ծննդյանորն է։ Փունջը չչասնես, որ տատին շուտ չտենայինք փունջունի։ Են ինչ համ, խորոված մորոված արե։ Հա։ Տատին չի ճանաչում։ Հա, վգիզեմ, բայց մաման երբ է գալ։ Պապան։ Հա, դու տունն ելնի։ Բայց հիմա մաման գիտի որ մենք եկել ենք։ Կա նստեմ ավտոն սուս մնամ։ Այս ավտոբուսը ստաբիլ աշխատում է ձեր փողոցում։ Տես 77 համարի նոր-նորքի կապույտ ավտոբուսը ու 53-ն էլ աստեղով անցնում։ Հա, էսի պրյամո ձեր թաղով անցնում էլի։ Ապահովված եք էլի տրանսպորտով։ Հա։ Շատ լավ է։ Պապին չի նայի, չէ՞, ժամանակից շուտ դեպի ինձ։ Մտնենք բակ, ախպեր, բայց ծաղակել ենք բերե բան անենք, է։ Բայց ծաղակել չէ, պետք է բերենք մամային։ Դե տիպ մաման չտենա էլի շուտ ժամանակից, հա։ Ոնց անենք։ Տեղ ունենք պահելու։ Վարդան կոնյակն էլ վեց։
Սաղաթել պապիկ։ Ախպեր քանի տարեկան է։ 75։ Հա, դե պապիկ ասեմ ճիշտ կլինի, էլի։ 76, բարև ախպերս։ Դե խորովածի մասնագետն ես։ Այս լավ խորոված արի։ Էսի պրոստը դիրն դե ախպեր, թո մաման չտնա որ ծաղիկենք բերե, հետո բան կանենք, էլի։ Ամեն նոր ժամին մենք օգտագործում ենք հուսքում ամեն հայացքում կահույս գեղեցիկ ու հանգիստ Հա? Բասուր դուր ժոգիր, պրոֆեսիոնալ է արացել, նայի բարդան Էսի բան է, էլի, էսի կոնկրետ պրոֆեսիոնալի արած խորոված է Գիտես ինչի, որտև հիմնական թևերը ճիշտ աշարած, հավասար ժարիտել է Դե տար ախպեր, տար, բան չելի, շատ ժարիտ չելի Դեսի, այսինքն մա Անժելա Հովո, Ֆրանսիայի ո՞ր Արտյոմ, Անժելա Բայց մի ամն էլ էր գեր է իմ հիշելով Լիլիթ Ոնց որ, Լիլիթ նովա Հարցը Հարցը տա Այսինքն Արտյոմի կինը Հա Արտյոմ, Հովո, Անժելա, Լիլիթա Բոլորը, բայց որ ես անուն հա դու պահի, բայց պապան հումորը տեղնա Եվ սո, գնացինք Հիմա այս անակնկալը տարբերվող է, տեսեք խորովածով են դնում Կամ էր կալ մոմել են դե դնենք վառենք, հա Դե, գնացինք Նայ, մա, հա իմ հաղորդումները Իմ հետևորդն ինքը, հա Ես հիշամ ինչի համար եմ բան արել, ընդառաջ է, հիշամ լղեջի Հա Ոտներս խերով լինի պարոն Սաղաթելի Հաստատությունը, բարև ձեզ, գալե ծապեր տվեք իմ արգելի հեսևորդներ, ոնց եք Հայրի կյանքս կտամ քեզ համար Այս աշխարհում Բարև մեծ ախպեր, ծնունդը շնորհավոր լինի Քեզ լիքը լավ բաներ ենք մա, հա, ճիշտ եք ասում Մենք ամեն օր նայում ենք, հա Դե հիմա էլ եկել եմ որ նայես, իսկական նայես, հա, ես դրա համար եմ եկել Ոնց ես, մեծ աղբեր, անուշ աղբեր, լավ է տրամադրությունդ Դե լավ է, որ այսպես ուրեմ լավ է, ուրեմ ուժեղ է Թորը տենա խորված արել է Անակնկալը անում ենք, բայց չեմ ասում ում կողմից է Իս թվում է, դու գլխի կնկնես ում կողմից է այս սիրուն անակնկալը Արտյոմի Դες մի քիչ ճիշտ Մի քիչ ճիշտ, հա Արտյոմը չէ, բա Անժելան Արա այսը Լավ, հիմա ես դու առաջի էտապը նորմալ անցար, բայց հələ վերջնական չես անցես, այս կասեմ ում կողմից է Դու մի հատ երազանք պահի, չի քո պահը վրա հասա, որ դու Ես ամենաճիշտ, հեսա չէ լավ, չէ Ինչ էր ուզում ասել Հողում կարոտին դիմացել Քանի գիշեր անքուն ես մանացել Մեկ որ փչում են, չէ, արասում շուշ չկա դրանց մեջը Հա ոտերից մեջը շուշ չկա Սխալ եմ փչում, այսյանք ամենյանք անվերև եմ փչում, որ չի լում Գաջան Ստեփանյան, ուրեմն Ամեն ձեր շարժվելու ենք աղոթում Շնորհակալ եմ շատ, ապրեք Դու այդքան ճանապարհ որ էթում ես Աստվածը քո կողմից Հա, շնորհակալ եմ, բոլորից կողմից է Հիմա էլ քեզ էլ եմ բերել լիքը Դե ես էլ մի հատ քաղցրությունը մի ձեռով հələ վերց, հələ մի ձեռով վերց Հա, այդ մի ձեռով վերցի, չեմ թող, մի թող ես պահել եմ, ես չեմ թողի ինգենի արխային Լավ պահել ես, կդրեք դեմը, հա Ահա, դե ես քաղցրությունը վերցի, դե դու տատիկին, հա Ինչ ուժեղ անում ես Սաղաթել, ահա, այդ ես ապրես, ես ուզում ասեի Ես էլ ես Ստեփան ջան Հելեսի Դե բանարա նստեք Կայ հելես շարունակվում է մեր ուժեղ մոմենտները, հա Հիմա գիտես ինչ ենք անում Ծաղիկներ ենք բերել Ուժերդ հավաքի հիմա Որ ձեռով տամ, որ լավ ես հավեսով կարանաս նվիրես Ոչ, ձեռով Ես քեզ պատժ կանեմ Չէ Պետք է գրկես էլ դրա համար Ումը Բա ում ես տալի ծաղիկները Իհարկե քո սիրելին, քո միակին Հա Ես ինձ սիրունիկ ես Հարևաշող լույս աղջիկ ես Լավ պահեր Այա Ուրեմն դրան որ ասում ես իրար համբյուրի Հա
Ոնց որ ես շատ Հա, քո դուրը չի եկել պահերը։ Մարդն է էլի Հա, բայց ձեր մեջ սերը շատ էր, էլի մի անգամից սերը լավ, հա։ Դու միշտ նայել ես։ Շատ ներսի։ Եկես մտե կոնյակ ենք բերել։ Հիմա գիտես էլի չենք բերել։ Ես էլի եմ ասում։ Ռուլը ամուր ելնի։ Քու տանջանքը ահա որ շատ է։ Շնորհակալ եմ։ Այ ես գնալ։ Բոլորիս օրտնի։ Հիմա դե տես ինչա կատարում։ Անակնկալը Անժելայի, Հովոյի, Հովոս մտարի գերկի պապայի։ Մամային, պապային գերկի, գերկի։ Դու ես հիմա ներկա պային իրաց կողքին։ Արտյոմի ու Լիլիթի կողքին։ Սխալներ եմ արել, միշտ ես որդուտներ իմ հայրի Հայրիկ կյանքս քեզ տամ, հպարտ եմ քանի կամ սխալներս ների Ճիշտ էիր ասում դու, ինչ էլ ասես ճիշտ էիր ասել, դու քո բոլոր երեխաների կողմից, բոլորն էլ շատ սիրում են ձեզ, լավ ելնեք, առողջ ելնեք։ Ես չեմ անում, Հա։ եսի եփ արդյունս եկավ եփ։ Այ, всё, դու ասիր, ես պետք է ասեի, դու ասիր, հենց սա գիտես ձևերը։ Գնաթորդ քաշեմ նստի, ոնց որ մի քիչ դժվար է կայնելը, բայց կարևորը քո տեղում է, սեղանի վերի գլուխը նստած։ Դե, հենա, դե խորվածնել արել եք, չէ, մենք հիմա շատ արագ հետ ենք գնում Եղեգնաձոր։ Հա ջան։ Հա, Եղեգնաձոր, մի անգամ։ Ոչի նստում, գոնե մի բան դրեք ես։ Չէ, լեսի, չէ, անկեղծ։ Մի բան չեմ դնում, ես կամպետ եմ տալիս, որ դուք ճանապարհ։ Երկու հատ, ես կվերցեմ։ Հեսա հիմա անունից կամպետ կաստե։ Հա, սենց։ Վարդանած ճոպ է։ Հա։ Դե ձեզ լավոր։ Չէ, էլի, չէ։ Տատիկ, դու լավ, դու։ Վարդան նկարիր նկարը։ Վարդան հəl տեսիշ նկարը, հəl տեսիշ դու գերեն սիրահար խենթ։ Այս նոր էս պատկերը էլի լավ, բանա ծաղիկ կոբանորեն։ Հա, բա։ Դե ձեզ լավոր, ոտներս խերով օջախ։ Միշտ ուրախ առիթներով գանք։ Չէ, անկեղծ ամեն ինչ հիանալի է, այդ ձեր ընդունելությունը մի հատ 1000 բան արժեր։ Հա ջան։ Ախպերս, ոչ բան, շնորհակալ եմ։ Հա, բա, տոշնի է։ Լավ մնացեք, չէ ախպերս, մենք շնորհակալ ենք։ Ելանք դե։ Ընկերներ, ինչքան հաճելի է միևնույն ժամանակ, որ համ ուրախացնում ես մարդկանց եւ համ էլ որ այդ մարդիկ ճանաչում են քեզ։ Վարդան ես լիքը կոնֆետ ունեմ, իսկ դու մի հատ։ Կոնֆետը պահենք, ճանապարհին երեխաներին կտանք։ Բա դու հնարավոր է նավիգատորյանով խփես դեպի Երևանի կողմերը։ Ընկերներ շատ ուզիչ ու հետաքրքիր պահեր։ Հա, գիտեմ, թարս պահի սկսեց։ Խվերցի մեզ սպա։ Աղավնին նկարին։ Աղբերս վերցես, դե հելի մեր գերեզմաններ մոտ ես այս բանը կգցեմ։ Լակացի։ Քիչ աղբերը Լավ։ սպասում են լավ անգամ։ Բայց ես սարկած է, թե իսկական է։ Սարկած աղավնի է։ Արա խապն է բանք աղբեր։ Ինչի։ Երևի դա դրանից է, որ ես ուզում եմ խաղաղություն տեսնել մեր հոգիներում։ Հոգիներում խաղաղությունը դա շատ կարևոր է եւ նշանակալից։ Հոգով խաղաղ մարդը պատրաստ է խաղաղություն բերել արտաքին աշխարհ։ Այնպես որ առաջինը հոգ տանենք մեր հոգիների մասին, հետո նոր շրջակա միջավայրի։ Արջևում դպրոցներ երևի կամ պարտեզ, ավելի շատ պարտեզի նմանագույն բաներ շատ են, պարտեզն է։ Չորրորդ գյուղը իր ամբողջ գույներով ընկերներ, ուղղակի եղանակային պայմանները մի քիչ մռայլ են, որը եւս մեկ անգամ մեզ էլ իշխանգարեց, որ 4 կամպետ են, այն երեխեք օրինակ առանձին խաղում են իրենց համար։ Չարաճճի երեխան է, հայրիկին է ջղայնացնում, ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Չորրորդ գյուղ, մեր միակ, Օթևան, չի բռնում։ Չորրորդ գյուղ, 4 իմ սիրած թիվն է։ Հա, դրա համար Վերնաշեն եմ ապրում։ Բայց 4-րդ թիվն է իմ սիրածը, Վարդան։ Դե, ընկերներ, մենք անջատվում ենք եւ կմիանանք արդեն Վայոց ձորում, եթե ճանապարհին հրատապ գեղեցիկ կադրեր չգտնենք։ Ընկերներ, ես կարճ կլինեմ եւ
մի լավ շնորհակալություն կհայտնեմ հենց նոր մեզ գեղեցիկ ծաղկեփունջ տված ծաղկի խանութին, ովքեր մեզ ճանաչում էին եւ շատ լավ դիմավորեցին։ Էսա չէ։ Այս ծաղկի խանութը։ Շատ լավ ծաղկի խանութ է, այնպես որ օգտվեք այս ծաղկի խանութից։ Նրանք իմ հետևորդներն են եւ դա բավական է միայն։ Որ ասեմ, որ սրտանց ուզենամ, որ իրաց գործերը լավ լինեն։ Դե կապի մեջ ընկերներ։ Ընկերներ, այս ճանապարհը Արարատի մարզի Զանգակատան մոտից մինչև գնում է, հասնում է Ելփին գյուղ։ Եվ այն դեռ չեն վերանորոգել։ Նոր սկսել են վերանորոգման աշխատանքները, ինչի առիթով ես շատ ուրախ եմ։ Եթե նկատեք ճանապարհի կողքերին հիմա արդեն ակտիվ սկսել են մաքրման աշխատանքները, որպեսզի սկսեն նոր ասֆալտի փռելը։ Ասֆալտ են փռելու այս ասֆալտի վրա եւ ճանապարհը կրկնակի ավելի գեղեցիկ է դառնալու եւ հարմարավետ։ Հիմա դե արդեն բնականաբար հին ասֆալտ է եւ խնդիրները շատ են, փոսերը շատ են, անարդությունները նույնպես, այսինքն այս ճանապարհահատվածը միջպետական ճանապարհն է, որը կարողանում է շատ լուրջ վնասել այն մեքենաներին, ովքեր ամեն օր կարելի ասել գնում են ու գալիս են, գնում են Սյունիքի մարզ, Վայոց ձոր եւ այս ճանապարհի վրա մեքենայի մաշվածությունը մոտավորապես 50%-ով ավելանում է, որովհետեւ շատ հին է եւ ժամանակն էր իսկապես վերանորոգելու։ Ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր շինարարներին եւ մաղթում ենք, որ որակյալ գեղեցիկ ճանապարհ ստեղծեն մեզ համար, ինչպես որ միշտ անում են։ Եվ այս նկարահանման գլխավոր նպատակն ու իմաստն այն է, որ մի հատ հիմա ենք նկարում, մի հատ էլ կնկարենք, երբ որ վերջացնեն աշխատանքները եւ ստանան գեղեցիկ ճանապարհը։ Մենք էլ մեծ սիրով կերթևեկենք միասին եւ ցույց կտանք, թե ինչ աշխատանքներ են տարվել։ Ասեմ ձեզ, որ շատ մեծ ու հզոր թափով են կպել այս ճանապարհը վերանորոգելուն։ Ինչի համար ես կրկնակի ուրախ եմ, որովհետեւ ես ամենաշատ օգտվողներից եմ այս ճանապարհի եւ ուզում էի վաղուց, որ սա վերանորոգվեր։ Եվ հիմա մնալու է մեկ հատված, որը շատ ունի վերանորոգման կարիք, դա արդեն Արարատ գյուղի հատվածն է։ Արարատ զոդից մինչև Երկոմանի ճանապարհի միացումը։ Այդ հատվածն է, որ վերանորոգեն, մենք կստանանք արդեն հյուսիս-հարավը մինչև Եղեգնաձոր համարյա իդեալական ճանապարհ։ Մնում է, որ որակը լավը լինի, երկար ծառայի, որովհետև տեղ հիմա անցած 2 տարի առաջ արած ասֆալտը ունի խնդիրներ, ունի փոսեր ու դրանք ճիշտ է վերանորոգում են, բայց խնդիրը կա։ Այնպես որ մենք մեծ հույսեր ունենք, որ այս ճանապարհը կսպասարկի դեռ շատ երկար մեզ։ Եվ կցանկանայինք հուշել, որ հնարավորության դեպքում սարքեք 3 պալասա։ Պալասան ոնց է այրը, վարդում է 3 ֆուր իրար հետև, դու արդեն խցանման մեջ ես միջպետական ճանապարհի վրա։ Ծիծաղելու է իմ ասածը, բայց այո, խցանման մեջ ես հայտնվում եւ հարագությունը լինում է մոտավորապես 40, այնիշ պետք է լինի 90-100։ Դա կոնկրետ կօգնի մեր պետության տնտեսությանը, որպեսզի արագ զարգանա եւ ավելի վստահ լինենք, արագ հասնենք ակետից բեկետ, արագ եւ անվնաս, անվտանգ։ Հիմա ընկերներ, ես համարյա թե հասնում ենք այս վատ ճանապարհի վերջին, որին միանում է արդեն բարեկարգ ճանապարհը, որը էլի շատ գեղեցիկ է։ Հիմա աչից կնկատեք ինչքան բան են, ինչա։ Շեբեն են բերել ու լցրել, տեսեք ինչ աշխատանքներ են տանում։ Հենց սկզբից մենք հայտնում ենք մեր շնորհակալությունը եւ սպասում արդյունքների։ Մենք մեկ ու մեջ գնալուց նկարելու ենք եւ բոլորին ցույց տանք ինչ են արել, ուր են հասել եւ շնորհակալություն հայտնենք անպայման։ Շնորհակալությունը պետք է միշտ հայտնել ու գոհ լինել, որ ամեն ինչ լավ է, որ մարդիկ ստեղծագործում են։ Ամեն մանր աշխատանքն էլ շնորհակալություն պետք է ունենա։ Իսկ մենք դրա բարդ կարկառուն ներկայացուցիչներն ենք։ Ահագին շեբեն են բերել ու լցրել ճանապարհի եզրերին, դեռ չգիտենք ինչի համար, բայց բերել են։ Հաստատ իմաստավոր է լինելու։ Ճանապարհը երևի թե ամբողջությամբ չեն կհանդիպական, ուղղակի ֆռեզ կանեն ու ասֆալտապատեն, կբարեկարգեն կողքերը։ Բայց լավ կլիներ, որ մի գիծ ավելացնեին, որովհետև այստեղ շատ հաճախ մեծ մեքենաների պատճառով լուրջ խցանումներ են լինում եւ շտապող մարդիկ ուզած-չուզած ռիսկի դիմելով փորձում են շրջանցել մեքենաները եւ ռիսկի են դիմում։ Ես կուզենայի, որ այդ ռիսկը չլիներ ընդհանրապես։ Այդպիսի ճանապարհներ ունենայինք։
Ամբողջ Հայաստանում են արկա նեղ ճանապարհներ, ասեմ ձեզ։ Ալավերդի կողմում էլ շատ կան եւ մարդիկ շատ հաճախ ստիպված են վտանգի դիմելով մեքենա վարել։ Ահա ընկերներ, սա մեր վերջին վատ կտորն է, որը շուտով դառնալու է լավը։ Իսկ վատից հետո անմիջապես շովում է նոր ճանապարհը 3 գծանի, որը շատ եմ սիրում։ Տեսեք, մտանք комфортный вождение, да, это, ребята, другой պատմություն։ Բայց նկատենք, որ վնասված տեղեր կան, նկատում ա, չէ՞ Վարդան։ Այդ նման տեղերը պետք է շատ լավ անել, որ մեքենան չջարդվի, որովհետև լավ ճանապարհի վրա չես պատկերացնում, որ հնարավոր է ջարդված տեղեր լինի եւ մի անգամից նստում ես, չէ, փակնում ես բախտիկարին։ Հայրենիքս հզորանա ու շենանա։ Ընկերներ, ծաղկել է Վայոց ձորը, կանաչել են ձորերը եւ ձորակները։ Կանաչն է գերիշխում հիմա եւ մեր Վայոց ձորի ամենագեղեցիկ եղանակն է գարունը։ Ամեն ինչը գույներով լցված եւ շարունակում է խայտաբղետանալ։ Իսկ մենք այս խայտաբղետության ֆոնին Եղեգիզ գետի երկայնքով բարձրանում ենք դեպի Թարաթումբ գյուղը։ Թարաթումբ գյուղը շատ լավ գյուղ է։ Մեր Եղեգնաձորից Մարտունի ճանապարհի վերջին գյուղերից մեկն է։ Բնակեցված է հրաշալի հայրենասեր մարդկանցով եւ իհարկե այսօրվա մեր այնտեղ գնալու պատճառը մայրիկի ծննդյան օրն է։ Մելինեն որոշել է մայրիկին ուրախացնի, բայց ոչ միայն Մելինեն երևի, հա Վարդան։ Ինչ ես կարծում։ Երևի թե էլի մարդիկ կան, որ որոշել են ուրախացնել։ Մենք ավգոն ենք անում Նիվային ու շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը։ Նիվաները այստեղ շատ են, որովհետև հասկանալի է, լեռներ են, պետք է բարձրանալ, իսկ Նիվան ամենահարմարավետ եւ ֆինանսականի մեջ հարմար մեքենան է, դրա համար շատ են էլի վարում մեքենա բուֆերներով, դաշտերում, երաժշտության ներքո։ Այո, Նիվան բրուտալ մեքենա է։ Մենք էլ սիրում ենք Նիվա նկարել, բայց քշելը չենք սիրում։ Ես չեմ սիրում Նիվա քշել, ես սիրում եմ Նիվան նկարել։ Եվ հիմա նկարելուց հետո Նիվան մենք անցնում ենք Շատին գյուղի կողքով։ Շատին գյուղն է աջից, Շատին գյուղն է ձախից։ Նոր թաղամաս, բոլորովին նոր տներով, կյանքը եռացող, ահա շխուր արող բաներ են դրել այստեղ ճանապարհին։ Շատ հետաքրքիր է, զարգանում ենք ճանապարհորեն։ Ճանապարհները առաջ են մեր երկրից մի 20 տարի։ Հա, շատ լավ է։ Հուսանք այս ճանապարհները կօգնեն մեզ հասնել էլ ավելի ուժեղ հարցունքների։ Դե, այսքան ընկերներս մինչև կհասնենք Թարաթումբ գյուղ։ Իսկ Թարաթումբ գյուղում ինչքան հետևորդ ունեմ, թող գրեն մեկնաբանություններ, իրենց գյուղի մասին պատմություններ պատմեն, գովաբանեն իրենց գյուղը, որովհետև այս տեսանյութը հենց Թարաթումբի մասին է։ Ինչ հետաքրքիր անուն է, Թարաթումբ։ Գնում ենք Թարաթումբ։ Բարդիները ձախից, բարդիներ տես լեռների մեջ բարդինակիցները եւ բարձրանում են, վեր են խոյանում բարդիները, հենց բավականաչափ բարձրացան, տապ կտրին, սարքին մատերիալ, փայտ տարան տուն սարքին։ Բա, տուն են սարքում այս բարդիները։ Բացի կանաչ հագնելը Վայոց ձորը նաեւ ռոզովի գույներ է սիրում։ Տեսեք, ռոզվին ոնց էր հայերեն։ Վարդագույն գույներով է պատվել լեռները հայոց։ Գունառատ է հիմա, ծաղկած գեղեցիկ ծառեր, կանաչ ուռենիներ, վարդագույն թփեր եւ այս ամենը մեկ տեսարանի մեջ։ Հարստություն։ Որտեղ են բարդիներ տնկել։ Ես ուղղակի հիանում եմ մեր հայ մարդու մտքի թռիչքով, տեսեք, սարի վրա բարդիներ ու աճում են, այ քեզ բան, համարենք սկսած մեր այսօրվա գեղեցիկ տեսանյութը և ձախից հիմա Թարաթումբ գյուղն է, թմբեր են այստեղ շատ և այս գյուղը մեր մեծանուն գրողի Արսեն Հարությունյանի գյուղն է, ում մասին մենք ունենք տեսանյութ, YouTube-ում հենց առաջի տեսանյութը մեր տեղադրած նրա մասին է, նրա բանաստեղծությունների մասին է, ով սեր ունի մտքի գոհարներ լսելու, մտեք տեսեք այդ տեսանյութը և գրեք ձեր կարծիքը։ Իսկ հիմա մենք կգնանք
մեր անակնկալը անելու սիրված մայրիկին եւ կնոջը, երեխաների եւ ամուսնու կողմից։ Եթե տորթին ուշադիր նայեք, կտեսնեք, որ տորթի վրա գրված է Happy birthday mama։ Բայց ընկերներ, նկատենք նաեւ, որ սրտերն են շատ այդ տորթի վրա, դա նշանակում է, որ ամուսնու սերն էլ է շատ։ Դա էլ ամուսնու կողմից է։ Այդ սրտերը մենակ, տորթը երեխաների կողմից է։ Ես գլխից ասեմ, չմտածեք, որ սա ամուսնու կողմից է, էլի, սրտերը մենակ, որովհետեւ սերը բավական է միայն, որ կին իրեն լավ զգա։ Հաղթարելով ճանապարհը ասֆալտապատ մենք կհասնենք ու կգնանք գրունտաբոյ ճանապարհով։ Բայց կգնանք ու կհասնենք տեղ։ Կադրերում թարաթում գյուղն է, ով կարոտել է, տեսեք, ով չի եկել, եկեք, տեսեք ինչ գեղեցիկ հրաշալի գյուղ է, այստեղ ձյունը շատ ուշ է հալչում, ժամանակին շատ էի գալիս թարաթում գյուղ, բայց այս վերջերս արդեն շատ չեմ գալիս, քիչ-քիչ եմ գալիս, բայց ոչ ուշացած։ Գալիս եմ ճիշտ ժամանակին, նկարում եմ թարաթումբը ու գնում ենք անակնկալ անելու։ Գուլալիսու հետ անցիր, բարդ ու դժվար ճանապարհ, գուլալիսին սրտաբաց, շիտակ է արդար։ 3 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում մարզկենտրոնից, ահա գրունտավոր ճանապարհը ընկերներ, ավտոստոպ տվեց կարգին տեղին եւ մենք շարունակում ենք մեր ճշմարիտ ուղին։ Ահա հավաքվել են թարաթումցիները։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հա, բարև ձեզ։ Իհարկե, բարևելը կարևոր է, ընկերներ, պետք է բարևել բոլորին։ Բարևը Աստծուց է եւ պետք է ընդունել այնպես ինչպես կա բարևը։ Արդեն գիտես չէ, որ ես այսքան խոսում եմ, մարդ կա, ներվայնանում է, ու մտնում գրում ասում է քիչ խոսա։ Բայց ես այդ մարդկանց վաղուց ասել եմ, գցեք չորնի ինձ։ Պետք չի որ դուք նայեք ու ներվայնանաք։ Ես մտածում եմ ձեր ներվերի մասին, հետեւաբար մի նայեք իմ տեսանյութերը։ Գիտեմ, ինձ սիրողների համար օտար է այս տողերը, այս միտքը, բայց կան սիրողներ, որ մտնում են, ներվայնանում են ու ուզում են կծածել են ինձ, արե լավ էլի։ Ընկերներ, կադրերում է սինի տրակտոր, едет к нам с Атаром. Атар навоз на лафете. Это не тот синий трактор, а тот синий трактор вон там. Вот, смотрите. И сейчас мы остановку сделаем здесь. Хава, чуть-чуть на каре. Чуть-чуть. Ընկերներ, մենք թարաթմբյան կոլորիտի մեջ ենք հիմա։ Վարդան վերցնում ես սաղիկները, գնում ենք մեզ դիմավորեն, գնանք անակնկալն անենք, օդը ուղակի շշմեցնող է, գեղեցիկ բուրավետ գյուղի հոտ է գալիս եւ իհարկե այն տաբար շունը, որ մեզ միշտ ճիշտ չի դիմավորում։ Ու սրա հետ խոսակցություններն ավելնորդ են։ Դու, հեյ, գամփր, լսի։ Արա։ Նստիկ տողոտ։ Հա, շախուրեմ ան։ Աղբեր, ձեր տնեք եկե, չէ։ Գնացի։ Մամայանն է։ Մամայանն է։ Մամայան, մանուշակ։ Գնում ենք մանուշակ քույրիկին, ասենք, բարով ես ծամբեր։ Օրսից սավերին արա։ Եսեք ընկերներ։ Հենի չկա ծանշունա։ Են մի անգամից, եթե ուտելու է ուտում է, եթե չէ, ոչ բանը չի անում։ Աղբեր, որտեղ ենք եկում։ Ուր ենք եկում։ Այնենց։ Հոլանդը ատամը ցույց տալի։ Որը գաս։ Աղբեր, ստիսենք չեմ մտնում։ Արտիկցիներ, ձեր տուֆը թարաթմբում է։ Այո։ Հավաքվել են, թաղեցիներով են։ Տնեցիներով, հա էլ ընկերուիներով։ Բարև ձեզ ընկերուիներ, ոնց եք, հլը ծափեր տվեք բարձր ավեսով, ես ճիշտ լավ հավաքվել եք։ Յուր նորից Շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Մանուշակ քույրիկ, ուրախացեք, ժպտացեք, ձեզ շատ են սիրում բոլորը։ Ությունից բարուր էր Ոչ կարդացիք։ Պետք չի կարդալ։ Այդ բարև անջտեք, ես իպա բան եմ ասում։
Սպասում ենք, որ անջատվի բարևը, ես շարունակեմ իմ գեղեցիկ այցի շարունակությունը, հա։ Հիմա երազանք ենք պահում, դուք էլ կարող պահեք, բայց ինքնապչելու։ Թող քեզ ամուր կրկեմ սիրտ Կարդում է, աշտերով կարդան, չէ, դե ում կողմից կլինի։ Օգնում եմ, նկատենք սրտերը։ Սեր է սա, կային, ինչ ասես, երկրորդը, ամուսնու, սրտերը հենց ամուսնու սրտերն են, սերն է շատ է, իսկ տորթը ընդհանուր, երեխաների կողմից, հեսա Մելինեն ուրա որ գերկի, Մելինը հելը գերկի մամային, գերկի սերը ծույս տու։ Ելնեք ջուր տայիր առաջվա պես քո նոր պապով Սիրեի քեզ խղճի չափով Որ խաղայի ես անհոգով Չիկ էր ամեն ինչ, դες քաղցրությունը ձեզ, հեսա կոֆե որ խմեք էլի, կոֆե կխմեք, հա, բա ձեր ամուսինն ուրա, գյուղատնտեսական աշխատանքների, ծաղիկներնով նվիրի, իհարկե դու բարեկամ ես, արի, գնա նվիրի, գրկես հավեսով, մամային գրկի ուզե։ Քան ուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Իհարկե շնորհավոր, առողջ լինեք, լավ լինեք, ձեզ շատ են սիրում, եկան գրկին հերվացան, ապրեք, լավ ամեն ինչ արեցիք, դե ձեզ լավ որ, բարձր տրամադրություն, կերեք, խմեք, քեֆ արեք, չէ, մենք գնում ենք, սուրճ խմենք Վարդան, սուրճ խմեմ ես դու գնա աղբեր, լավ արի կատակ արի մի գնա, Վարդան ջան արի կանչում են, քեզ էլ են կանչում, Յարեկ աղբեր, դու էլ յար աղբեր ես, հարց առաջացավ, թառաթումբին գերույներն են, թե ուրիշ տեղերից էլ եք եկել, Աղնջաձորից, Քարագլխից, բան Մարտունուց, Մարտունի, ուրա, հա դե Մարտունին բայց կա չէ, Մարտունի ունենք, հա, Պոնչո անեմ ես, պոնչո, հելի կայանի մետ պոնչո անեմ, այս են, հոպա, չէ մենք ընդեք են նստենք, այնդ է, մենք լավ էլ տեղ ունենք նստել, դուք նստեք, Վարդան դու նստար, հա, են պուֆիկը տվեք ինձ, ես էլ ստեք եմ նստեմ, ես կոֆեն քաղցր եմ, չէ մի բերեք, չէ լավ էտի, չէ, ուր եմ գնացինք, վերջ, գնում ենք մենք, Չէ արին ասել թող նստի քեզ։ Ես ճիշտ էլ եկել իր համար եք դրել։ Դե դուք անցի նստի մենք, այ մի բան եք օգտվեք, լավ։ Դուք էլ նստեք։ Լավ, մի բան եք օգտվեք։ Էսի սպիտակ Վարդան ընկերուներն են բերել։ Չէ, աղջիկներս։ Աղջիկները։ Բուկետ շատ են բանալ էլի։ Էս բան կարող կամած սա սեղան բերեք ստե։ Ավելի ես հələ բերում հա։ Էլ պետք չի, այդքան նինադը։ Արտաշահացիները բան են արել, հացի գործարաններ են սարքել ահագին։ Սա Հայաստանին հաց են տալու։ Արին ախելոք, գնա երեխեքի մոտ։ Մեծ մասուրի սոկ իսկ Էս ինչ է։ Մասուր, տնական մասուր։ Գույնը լավն է։ Նստեք, խմենք։ Տնական լիմոն թառաթումբից պատվիրելու համար գերեք մեզ մեկնաբանություններում։ Արինա էլի, արիական Արինա։ Են ինչ ատես է, են ես մատը դերելա բերանքայնը։ Ես էլ եմ զարմանալի մռիսկի վրան, բետ ուր ես չես իտյալ, յար նս ճիշկա իշկը չկը։ Էլար գործերով։ Եթե մեկը կազրամ դարինն է։
Քնացեր, զարթնեցին, բան չի չասիկ որ քնուկ մարդը։ Իրոց խմաշն է դժվար, բան չի կողմ։ Գոն նստել մարդ խմեր իրար հետ։ Մասուրի սոկ։ Պապա, այնց էլ լինելու է։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Ես իմ բերածներից կաստ է, թե սա թազա են։ Ապա են շանը շանտեղ մի դիր։ Դա վտանգավոր շուն է։ Աղբեր էլ այդը, են չես անել որ։ Դե լավ չեմ նկարի աղբեր էլ այ։ Հաջողություն, լավ մնացեք։ Չեմ ասի։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան։ Ես ձեզնից մեկը տեղս ցիկ, մենք իմաստուն ենք ունենք ասելիք, մեր լեզուն հիմա մեր գործն է։